Սրտանց ասենք Փառք Հիսուսին քուրե եղբայրներ ջան, մարդը որ ջիքյարով Հիսուսի անունը կանչում է փառքա տալի չի, անկախ ամեն ինչից ներսդ ուրախություն է գալիս, լավ մտքեր են գալիս, խաղություն է իջնում մարդու վրա, չէ՞։ Այո, Տիրոջ անունը փառավորի, սքանչելի է Տիրոջ անունը փառավորել, որովհետև դա ինձի քեզի է օգուտ քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես փառք չտամ, չպաշտեմ Հիսուսին, մեկը իր փառքը չի պակսելու։ Այդպես չի, որ ես տվեցի իր փառքը ավելացավ։ Դա իմ օգտիս, իմ անձիս, իմ հոգուս համար է, որ իմ ներսը, այո, երկրպագելով ճշմարիտ հոգով ինձի առաջինը օգուտ, հասկանում եք։ Դրա համար Աստված օգնական լինի, մենք սրտանց փառտանք Տիրոջը ամեն բանից առաջ։ Ինչ վիճակի մեջ որ կաս, ոնց ես նստած ստեղ, ինչ հոգսով ես, ինչ հիվանդության հարց կա, ինչ խնդիր կա, ամեն բանից առաջ Հիսուսը արժանի է փառքերի քուրեր եղբայրներ ջան։ Բաներ կա, ես իմ ցանկությունից ելած, իմ հրապուրանքից ելած եմ ընկել դժվարությունների մեջ։ Այդտեղ Տերը կապ չունի։ Մենք արթուն ելնենք, որովհետև շատ տեղեր կա, երբ որ ընկնում ենք խնդիրների մեջ, կարծես վերջնական Տիրոջն ենք մեղադրում, Տերը այդտեղ կապ չունի, որ քննես, անձնաքննություն անեմ, կտեսնեմ, որ իմ բաժինն է, ես եմ մեղավոր։ Ինչի՞ եմ ես էսի սրա նրան վերջում էլ այն Եդեմի պարտեզի պատմությունն է։ Օծը տվիր, կինը տվիր, էսի, վերջում էլ հարցը մնաց Աստծո վրա, Տերը թողների։ Դրա համար Աստված օգնական լինի, Սուրբ Գիրքը ասում է, առաջ քո կուրս գծեցի։ Ես առաջ նայեմ, քննեմ հարցը, կտենաս, որ հարցը ինչ որ մասով իմ կողմն էլ կա մեղավորություն։ Տերը օգնական լինի։ Ուրեմն խոսել եմ նախանցած անգամ սպառազինության վրայով կիսատ է մնացել, կուզենամ մի փոքր էլի շարունակեմ քուրեր եղբայրներ ջան, որ մենք ավելի, այո, Տիրոջ կողմը կանգնենք եւ հակառակ կենալով հակառակորդին։ Կարդամ Եփեսացիների մի փոքր վերևից ամփոփական կանցնեմ էլի, որ վերհիշելու համար, ուրեմն 6-րդ գլուխ 10 խոսքից. «Ալասկե հետո եղբայրները զորացեք Տիրոջմով ու անոր զորության կարողությունովը, ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլլաք սատանայի հնարքներուն դեմ դնելու»։ Հիմա ես պիտի նայեմ Աստծո սպառազինությունը ինչքան կարևոր է իմ կյանքիս մեջ, որովհետև մարդկային հնարքով, չգիտեմ ինչ ձևերով սատանայի հնարքներին չեն կարողանում մարդիկ դեմ դնելու։ Չես կարա, որովհետև սատանան 6000 տարվա մոտավոր այդքան փորձ ունի, ինքը փորձառու է։ Ես եթե առանց Աստծո սպառազինության, առանց Հիսուսի փորձեմ բան անեմ, ընդհակառակը, ոնց որ մարդը պատկերացրեք, ճահիճի մեջ է, մի հատ ուզում է շարժվի դուրս գա։ Ինչքան շարժվում է, այնքան խրվում է, չէ՞։ Դա ճիշտ մեր մարդկային այդ ադամական բնությունն է, որ այտենց փորձենք ինչ-որ բան անելու։ Դրա համար ինձի քեզի պետք է Աստծո սպառազինությունը։ Եվ ասում է Սուրբ Գիրքը, մեր զենքերը մարմնավոր չեն, որ այսօր սատանան շատերի միտքն է խաբել, որ այս զենքը ունենաս դու ապահով կլնես, չկա տես բան։ Բհոգու փրկությունը ինչ է անելու մարդը։ Մարմնով հա, ինչ որ այսօր ապրար, բվաղը հոգու համար պետք է հաշիվ տաս։ Տիրո Աստծո առաջ պետք է Քրիստոսի այցյանին ամենքը պետք է ներկայանան, բա ինչ է ասելու։ Դրա համար Աստված օգնական լինի, այն որ Տերը բացել է ավետարանի ճշմարտությունները մեզի բացել է, խոսքը բացել է, մենք իրական պատերազմը, այո, Հիսուսի բանակից, Հիսուսի զինվորը լինելով, իրական պատերազմը պետք է մղենք։ Տեսեք, ասում է սատանայի հնարքներուն դեմ դնելու, վասնզի մեր պատերազմը այրունի ու մարմնի հետ չէ, ապա իշխանություններու պետություններու հետ եւ այս խավար աշխարհի իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ։ Հիմա ասում է իշխանությունները, պետությունները, որ վարձկվան չէ, արուսյակը սատանան, որ վարձկվավ, մեր Տիրոջ թշնամին է, մեր ալ թշնամին է։ Ասում է մեր պատերազմը մսի այրունի դեմ չի, եթե իմ պատերազմը մսի այրունի դեմ է, այսինքն մարդու դեմ է, իմ մոտ մի բան սխալ է այդում, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար մեր պատերազմը չար իշխան, այդ որ վարձկվան այդ ոգիների հակառակորդի հետ է, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա առաջի հարցը ստեղ գալիս է, որ նախ ես ճանաչեմ թշնամուն, որ իմ պատերազմը չլինի մսի այրունի դեմ, քրոջս, եղբորս կամ չգիտեմ հարևանիս, բարեկամիս դեմ։ Դրա համար ավետարանը բացում է իր ճշմարտությունը, որ մենք ճանաչենք մեր իրական թշնամուն։ Հիմա
պետք չի այդամ ընկնեմ տենամ թշնամին ինչ արեց, ոնց արեց, ինձի պետք է ճանաչեմ Հիսուսին, ճանաչեմ ճշմարտությունը եւ դրա բոլոր հակառակը, սուտը, բանարողը բոլորը թշնամուն կվերաբերվի։ Հասկանում եք։ Դրա համար մեզի պետք չի տենց ընկնես, ուսումնասիրես, սատանայի չգիտեմ ինչերը, գործերը կամ չգիտեմ, մի հատ տենց իմ հետ աշխատող մի հատ տղա կար, նոր սկսնակ էր, ուզում էր ապաշխարեր, ասում է, այդպես մի օր նայեմ տենամ Կրիշնայի գիրքա կարդում, մի օր չգիտեմ ինչի գիրքա կարդում, հա, ասում է, որ իմանամ ամեն մեկի հետ ոնց խոսամ։ Ասի, այ ախպեր ջան, դու հետ սա որ կարդաս կսպառվես ու ճշմարտությունն էլ չես իմանա։ Քեզի մի հատ բան է պետք, բա ի՞նչ է պետք։ Ասի ճշմարտությունը, Աստվածաշունչը, ավետարանը իմացի, ոնց որ օրիջինալը իմացի, մնացածը դրա սուտն է, հակառակն է։ Քեզ պետք է մեղքը չես, էդի կարդում ես ներգործություն, դու չես զգում ասում եմ, որ այդ բանի գրքերը կարդում ես ներգործություն է գալի քո վրա։ Մեղք ես ասում եմ, իմացի Հիսուսին, ճանաչի ավետարանը, ճշմարտությունը եւ մնացածը դրա հակառակն է, սուտն է։ Ինչ որ ավետարանի համապատասխան չի, խոսքի համաձայն չի, համարձակ մերժի։ Համարձակ հակառակ կեցի։ Դրա համար մեզի պետք է ճանաչեմ ես Հիսուսին, ճշմարտությունը ճանաչեմ եւ այո կճանաչեմ իմ թշնամին ով է, ստախոսը ով է, մարդասպանը ով է, որը սկզբանե ասում է մարդասպան էր, Սուրբ Գիրքը տենց ասում։ Դրա համար Տերը օգնական լինի, որ մենք այսօր սպառազինվենք Աստծո սպառազինությունով։ Հիմա կկարդամ այդ հատվածները, ամենքիս էլ Տերը կարողություն տա Սուրբ Օգին զորացնի, որ ունենանք այս սպառազինությունը, որպեսզի կարողանանք սատանայի հնարքներուն դեմ դնելու։ Օրինակ, գայթակղություններ, ինչ-ինչ առաջա, ինչ-ինչ բաներ կլինի, ես կարողանամ դեմ դնելու հակառակորդին, քուրեր եղբայրներ ջան։ Ասում է, ասոր համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլաք չարության օրը դեմ դնել։ Ու ամեն բանը լմնցնելով հետո հաստատում կայնել։ Չարության օրը նայեցինք, չէ՞, հիմա ամեն օրը բացվում է, չգիտես, հակառակորդը, եթե դու Աստծուն ես, Հիսուսին ես, մի չար բան, մի սխալ բան ուզում է հրամցնի, մի ուզում է սայթակես, ուզում է նպատակը, որ հավատքդ կոտրի, քուրեր եղբայրներ ջան, բայց ինչ որ այ եմ, հիմա սայթակել եմ, անփորձ եմ եղել, ինչ որ այ է, ասում եմ ձեր տեղը կանգնեցեք, որպես քրիստոնյա, որպես Աստծո զավակ, ընտրությունը, դավանությունը պահի, իմ բաժինս Տերն է, այս է հավատքը պահել, քուրեր եղբայրներ ջան, սա է տեղը կանգնել։ Հիմա երբ որ Հիսուսից հետ քաշվա, իմ հոգիս հետ քաշվավ, ասում եմ ես չպետք է հաճիմ, բայց ինչ որ այ եմ, հիմա ենթադրենք անփորձ եմ, գնացել եմ հավատքի ճանապարհի մեջ, սայթակել եմ, ընկել եմ, ոտս վնասվել է։ Վсё, ինչի որ պատկերացրա, հոտի հովիվը, որ գառը վնասվում է, բան անում, գցում է գելի բերան, չէ, ընդհակառակը դնում է ուսին, բերում է, խնամքա տանում, չէ, մինչև որ լավանա առողջանա։ Հիմա մենք էլ Հիսուսի մի տես գառն եմ, իրա ոչխարն եմ, հիմա վնասվել է, Հիսուս ջան, ես քոնն եմ, հիմա ճիշտ է, ոտս վնասվել է, բայց ես քոնն եմ։ Ես իմ տեղը կանգնած եմ, ես իմ ընտրությունը դու ես, իմ հավատքը դու ես ամբողջ իմ ուշքը միտքը քո վրա է, Տիրոջ անունը փառավորվի։ Ձեր տեղը կանգնեք, հսկեցեք, ու ասում է, ուստի ձեր տեղը կայնեցեք մեջքերնիդ ճշմարտությամբ ամրացնելով։ Այստեղ համարներ ասեցինք, չէ՞, Ղուկաս ավետարան 12:35, ձեր մեջքերը գոտևորված ըլան ու ճրակները վառված, չէ՞։ Գոտևորված ըլան, ավետարանի, այո, գոտևորում է, մեզի գոտևորում է մեր մեջքը, եւ ճրակները վառած, Սուրբ Հոգու ճրակը Սուրբ Հոգու խորհրդանիշն է, ոնց որ միշտ Սուրբ Հոգու լեցունությունը կա, խոսքի ընթերցանությունը կա, այդ կապը կա, Տիրոջ անունը փառավորվի, ու գնալով իմ մեջքս պետք է ամուրապնդվի, ու գնալով իմ թիկունքս ավելի ամուր կլինի, որովհետև Տեր ասում է, ես քո թիկնապան պիտի ելամ, ես բռնել եմ հավատքի ճանապարհը, ես բռնել եմ Հիսուսի ճանապարհը, Տերն էլ պահում է իմ թիկունքս, մարդու այդ թիկունքը ոնց որ խոցելի տեղ է, չէ՞։ Մարդը որ դեմքով է, ոնց որ այդ թիկունքը չի տենում, բայց Տերը կպահի, եթե ես Տիրոջ ճանապարհների մեջ եմ, իր շավիղների մեջ եմ, քուրեր եղբայրներ ջան։ Գնանք առաջ։ Եվ ասում եմ, ու արդարության զրահը հագնելով, արդարության զրահը, այսին զրահի մասին էր խոսում, չէ՞, զրահը
մարդը հագնում է, որ նետի կողմից չէ կրակոտ նետերը որ գալիս է, որ խոցելի չլինի, չէ։ Հիմա մենք ունենք մեր արդարության զրահը, մենք ունենք մեր մարդկային արդարացումը, ինքնապաշտպանությունը, ոնց որ իմ արդարությունը, որը Սուրբ Գիրքը ասում է, բանավոր կասեմ, կեղտոտ լաթի պես Աստծո առաջ։ Հիմա լավ, հիմա բա ոնց անեմ ես այդ արդարության զրահը ունենամ, ոնց հագնեմ։ Հիմա տեսնենք որն է այդ արդարության զրահը, քուրեր եղբայրներ ջան։ Արդ մենք տեսեք Հռոմեացիս 5:1-ը կարդամ, ուրեմն Հռոմեացիս 5:1-ից կարդամ։ Ասում է արդ մենք հավատքով արդարացած լալով խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այսինքն այդ արդարության զրահը Քրիստոսի տված սպիտակ պատմությանն է, որ ինձի քեզի հավատքով եմ ձեռքցել, սա հավատքով Տերը հագցրել է ինձի, ոչ թե իմ արդարությունը սպահելու, ոչ թե իմը սա բանանելու, հապա Քրիստոսի վրա եղած հավատքով հավատքը պահելու, որ ինչ որ այ եմ, այդ արդարությունը արդարացնողը Տերն է, եւ Տեր Հիսուսի Քրիստոսի այրունով է Տերը, որ քավել է, մաքրել է, եւ Աստված ինձի հայտարարում է դու իմ արդարն ես, որովհետեւ ես Հիսուսով եմ։ Բայց մարդկային արդարությունով, մարդկային այս բաները արել եմ, էնի արել եմ, այս օրենքի գործերը կամ այս ինչ բաները, մարդը չի կարող դրանով արդարանա Աստծո առաջ։ Գնանք առաջ։ Եվ ասում է ու ոտքերնուտ ամրցուցեք խաղաղության ավետարանի պատրաստությունը, խաղաղության ավետարանի պատրաստությունը, չեմ անում սրա վրա կանգնեցինք, թե չէ, ուրեմն նախ առաջինը, այնտեղ 2 Կորինթացիս ուրեմն կարդամ, առաջինը 2 Կորինթացիս տեսեք ինչ ասում 5:20-ից կարդամ, ասում է ուրեմն Քրիստոսի կողմանե դեսպանություն կնենք, որպես թե Աստված ինքը մեր միջոցով կոչ կուղե, մենք կաղաչենք ձեզի Քրիստոսի կողմե, հաշտվեցեք Աստծո հետ։ Ասում է վասնզի Աստված զանիկա որ մեղ չեր գիտեր, մեզի համար մեղավոր սեպեց, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարները ըլլանք։ Առաջի հարցը այստեղ որ գալիս է, մենք այս ավետարանի պատրաստակամությունը որ կա, այս խաղաղություն պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի ձեռքով հաշտվելով Աստծո հետ։ Եթե մարդը Աստծո հետ անհաշտ է, քուրեր եղբայրներ ջան, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Մարդու մեջ է այնքան տագնապներ կա առանցնել, մարդու մեջ է այնքան հարցեր կա, եթե հաշտված չի Աստծո հետ, նախ առաջինը վայ մահը վրա հասա, վայ այս բանից հիվանդացա կարող է սա մեռնեմ սենց էլի, ամենասարսափելի բանը մարդու համար էս է, մահվան էս բանը, բայց երբ որ մարդը ունենում է Քրիստոսին, այդ կյանքը ունենում է եւ Քրիստոսով ապրում է հիմա, Տիրոջ անունը փառավորվի, մնամ թե կենամ թե ոնց լինի Հիսուսինն եմ, ես գիտեմ որ իմ կյանքը իմ հոգիս պահված է Քրիստոսում, հասկանում եք, այս խաղաղությունը, այս բանը արդեն իմ վրաս կա, ավետարանի խաղաղության պատրաստակամությունը արդեն իմ վրաս հասալ է, խոսքը իմ ներսս եկել է եւ ունեմ Քրիստոսի ձեռքով այդ խաղաղությունը, այդ հանգստությունը, քուրեր եղբայրներ ջան։ Եվ Հռոմեացիս 10-ի ուրեմն 10:15-ը հələ կարդամ, Հռոմեացիս 10-րդ գլուխ 15 խոսքը։ Ասում է կամ ինչպես պիտի քարոզեն, եթե չղրկվին, ինչպես գրված է, որքան գեղեցիկ են խաղաղություն ավետարողներուն ու բարի բաներու ավետիս տվողներուն ոտքերը։ Որքան գեղեցիկ են ասում է խաղաղություն ավետարանողներուն, բարի բաներու ավետիս տվողներուն ոտքերը։ Հիմա պատկերացրա այդ կյանքը որ քո մեջ կա, այդ ավետիսը որ տալիս ես, մեկին վկայում ես, չէ, այդ խաղաղությունով, այդ հանգստությունով կա, առանց տագնապի, ու դիմացինն էլ զգում, ասում է, դու այդ ինչ հանգիստ ես խոսում, այդ ինչ բան ես վերաբերվում այդ հարցին կամ չգիտեմ նմանատիպ չէ, ու Աստված օգնական է լինում եւ այո, ավետարանի ճշմարտությունը Քրիստոս կյանքը բերում է ինձի խաղաղության, քուրեր եղբայրներ ջան։ Եվ Մատթեոս ավետարան, կարդամ 5-րդ գլուխ 9-րդ խոսքը տեսեք ինչ է ասում։ Մատթեոս ավետարան Երանիների մեջ է գրված 5:9 Երանի խաղաղություն ընողներուն, վասնզի անոնք Աստծո որդիներ պիտի կոչվին, չէ՞։ Ինչքան լավ է, փառք Տիրոջը։ Երանի խաղաղություն ընողներուն։ Հիմա ես պատկերացրա, ես խաղաղության կողմնակից եմ։ Հիմա որտեղ որ հարց կլինի, դու խաղաղության կողմնակից ես։ Ընտանիքում կլինի այդ հարցը, վեճեր կլինի, հարցեր կլինի, չէ՞, որտեղ որ կլինի, խաղաղության կողմնակից ես, չէ՞։ Այ մարդ,
ասում են եկավ էլի այս խաղության աղավնին։ Այո, Հիսուս կյանքը մարդու մեջ որ կա, ինքը խաղության կողմնակից է եւ ամեն բանը ուզում եմ խաղությունով լուծվի, Հիսուսով լուծվի։ Ինչ լավ է, ինչ քաղցր է, չէ։ Հիմա ինչի համար վեճ լինի, ինչի համար կռիվներ լինի, չէ։ Ինչի համար այդպես բանը լինի։ Եթե դու ասում ես խաղության կողմնակից ես, խաղաղություն ընող ես, ասում ես իրապես Աստծո որդիներ պիտի կոչվին։ Պատկերացնում եք, ինչքան լավ խոստում կա մեզի համար։ Տիրոջ անունը փառավորվի։ Դրա համար իմ խնդրվածքը սա սպառազինվեմ այս խաղաղությունով, սպառազինվեմ ավետարանի պատրաստականությունով եւ այս խաղաղությունը գա յուրաքանչյուրիս մեջը, որ խաղաղության կողմնակից լինենք, քուրեր եղբայրներ ջան։ Եվ ասում եմ տեսեք ոնց կարա խաղաղ լինի մարդը։ Սաղմոս 119-105 ասում է քո խոսքերդ իմ ոտքերուս ճրակ է ու շավիղներուս լույս է։ Խոսքը պահողը, այո, շավիղներով գնացողը Տիրոջ ավետարանի խոսքով կմնա այո այդ խաղաղության, այդ ներկայության մեջ։ Տիրոջ անունը փառավորվի, անցնենք առաջ։ Եվ ամեն բանի վրա հավատքի վահանը առեք, որով կարող պիտի լակ չարի բոլոր կրակոտ նետերը մարել։ Բոլոր կրակոտ նետերը մարել։ Ասում եմ, այս բանը չեմ կարող։ Այ եղբայր ջան ասում է, էդի այնպես բան է, էդի ասում եք, էդի այնպես բան է, որ հնարավոր չի։ Բայց Սուրբ Գիրքը ասում է, եւ ամեն բանի վրա ասում է հավատքի վահանը առեք, որով կարող պիտի լակ չարի բոլոր կրակոտ նետերը մարել։ Հիմա տեսնենք ինչն է ինձի վահան, ինչն եմ ես ինձի վահան անում, ումն եմ ինձի վահան անում, քուրեր եղբայրներ ջան։ Անում ենք հարուստ բարեկամիս կարան վահան անեմ, նրա վրա հենվեմ, այս հնարքները անեմ, բայց ոչ թե Տիրոջը։ Հիմա տեսնենք հələ Սուրբ Գիրքը ինչ է ասում։ Սաղմոս 91-ից կարդամ, 91:1-ից կարդամ, Սաղմոս 91:1-ից կարդամ։ Բարձրելոն ծածկոցի տակ բնակողը ամենակարողին հովանավորության տակ պիտի հանգչի։ Տիրոջ համար պիտի ասեմ, իմ ապավենս ու իմ ամրոցս է, իմ Աստվածս որին կհուսամ։ Արդարև անպիտի փրկե քեզ որսորդի որոգայթեն ապականիչ ժանտամահեն։ Ասում է իմ Տիրոջս պիտի ասեմ, ասում է իմ ապավենս ու իմ ամրոցս իմ Աստվածս որին կհուսամ։ Տեսնում եք, ես Աստծուն կհուսամ։ Շատ անգամ ոնց որ մեր իրավիճակների մեջ ոնց որ վերջի պլան է գալիս Աստծուն հուսալը։ Աղոթքը վերջի վարքյանին ենք ոնց որ գալիս, բայց պետք չի որ գա վերջի վարքյանին հասնի, քուրեր եղբայրներ ջան։ Հենց սկզբից, հենց առաջուց Տիրոջը հուսա։ Հիմա երբ որ մենք հնարավոր է, այտենց շատ լինում է, որ մենք այո, ինչ հնարքներ, ինչ ձևեր, մեկ էլ տենում եմ լրիվ ելքերը կտրել Աստված, լրիվ բաները կտրել է թելերը, որ ես իմ հայացքս դեպի իրան լինի, որ չէ որ ես իրան եմ պատկանում, Տերը ուզում է, որ ես որդի, որպես խաղության որդի, որպես Աստծո զավակ, ես իրան դիմեմ, իմ հորը դիմեմ։ Եվ երբ որ դիմում ենք, երբ որ իրան դիմում ենք, այդ ժամանակ Սուրբ Հոգին սկսում է գործել։ Այ մարդ ասում եմ, այս անցանելի, այս փակուղի էր, այս ոնց Տերը բերեց դուրս հանեց։ Այո, երբ որ մարդը Աստծուն հուսում է, հավատքով Տիրոջը դիմում է, չէ, իրան վահան ու ասպար է անում, ասում է քեզի պիտի պահեմ ժանտամահից, ձախիցդ, աչիցդ ասում է կընկնեն, բայց քեզի քո ընտանիքի վնասը պիտի չհասնի, Տիրոջ անունը փառավորվի, այսպես այո Աստծուն վահան պիտի անեն, քուրեր եղբայրներ ջան, անկախ ամեն ինչից, Տիրոջ անունը փառավորվի, մեկ համար էլ կարդամ, Առակաց 2-ի ուրեմն 7-9 ասում է անիկա ուղությամբ քալողներուն վահան է, ուղությամբ քալողներուն, ավետարանի ճշմարտության մեջ քալելու, խոսքի մեջ քալելու, ասում է անոր վահան պիտի ելամ, անոր պիտի պաշտպանեմ։ Հիմա երբ որ մարդը Տիրոջ ճշմարտության, ավետարանի այդ ճշմարտության խոսքը իրան վահան է վերցրել, պաշտպանվում է, բոլոր կրակոտ նետերը կարելի է մարել, քուրեր եղբայրներ ջան, որովհետև Տերը կլա իմ վահանս, իմ պաշտպանս, ես այսի է իմ պաշտպանությունը, թե չէ այսօր մարդիկ նայում ես բունկերներ են սարքում, էսի են սարքում, ինչ հնարքներ են սարքում, քուրեր եղբայրներ ջան, ինչ ուզում ես արա,
բա ներսի հարցը, դու ունես այդ հոգու պաշտպանությունը, որ պետք է ամենակարողի առաջ կանգնեմ, հասկանում եք, բայց այն մարդը, որ ունի Քրիստոսով, ընդունել է Հիսուսին, ընդունել է այդ հավատքի խոսքը, այ ինքը պաշտպանված է, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ այդ հանք առաջ, եւ Փիլիպեցիներից ուրեմն տեսեք, Փիլիպեցիներից այն հատվածը կարդանք, սա կարևոր հատված է, 1-ի ուրեմն 27-ից միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես կվայելե, այնպես վարվեցեք, որպես եթե գամ ու ձեզ տեսնեմ կամ հեռու լամ ձեր վրայովը լսեմ, թե դուք հաստատուն կկենաք, մեկ հոգիով, մեկ շնչով, պատերազմակից կլակ ավետարանի հավատքի համար։ Տեսնում եք, պատերազմակից կլակ ավետարանի հավատքի համար։ Հիմա մենք շատ անգամ շատ բանի համար պատերազմակից կլանք, բայց ավետարանի հավատքի համար, ճշմարտության համար կարողա չլինեմ։ Երբ որ ճշմարտության խոսքը գա, չկանգնեմ ճշմարտության կողքը։ Դրա համար Աստված օգնական լինի, մենք պատերազմակից ելնենք ավետարանի ճշմարտության համար։ Եվ սա, այո, Տերն էլ ինձի կպաշտպանի ամեն նեղությունից, դժվարությունից։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիս, ուրեմն կարդամ, առաջի Թեսաղոնիկեցիս Ուրեմն այնտեղ բանավոր ասում է, բայց մենք, որովհետև ցերեկվան ենք, զգաս տլանք հավատքի ու սիրո զրահը մեր վրա հագնենք։ Հավատքի սիրո զրահը զգաս տլալով այս սպառազինության մեջ է մտնում։ Ցերեկվանն ենք, ասում է, զգաս տլանք Տիրոջ զինվորի պես, ասում է, զգաս պտտինք եւ կարդամ ոնց որ կթա այդ համարը։ Ասում է, վասնզի մեր Բայց մենք որովհետև ցերեկվան ենք 8-րդ խոսքն է, բայց մենք որովհետև ցերեկվանն ենք, զգաս տլանք եւ հավատքի ու սիրո զրահը մեր վրա հագնենք ու փրկության ուսին սաղավարտը գլուխնից դնենք։ Զգաս տլալով հավատքի եւ սիրո զրահը, այսինքն այդ զրահը, որ ես հագնում եմ, սիրո հիմքի վրա պիտի լինի, քուրեր եղբայրներ ջան։ Այդ հավատքի զրահը սիրո զրահն է, որ ես ամեն բան Քրիստոսով, այո, Քրիստոսի սիրո հիմքով պետք է լինի։ Ինչ որ կգործեմ, ինչ որ պիտի խոսեմ, ինչ որ պիտի անեմ, սիրո զրահը իմ վրա պետք է լինի։ Դրա համար Աստված օգնական լինի, որ կարողանամ այս զրահը սիրով տանելու, այս սպառազինությունը Քրիստոսի սիրո հիմքի վրա լինի։ Ինչ որ կլինի իմ կյանքիս մեջ, Հիսուսի սիրուց բխած անեմ, գործեմ, թե խոսեմ, քայլեմ, թե գնամ, ինչ որ կանես, Հիսուսի սիրո հիմքի վրա արա, քուրեր եղբայրներ ջան, Աստված օգնական լինի, գնանք առաջ։ Ուրեմն Հովանու ավետարան ամենամեծ գործը, ուրեմն տեսեք հավատքի գործը, Հովանու 6:29, այս է Աստծո գործը, որ անոր ղրգածին հավատաս, սրտանց հավատաս անոր ղրգածին, նոր մնացածը գալիս է հավատքի գործեր սրանից բխած։ Եթե մարդը սրտանց հավատա անոր ղրկածին, Հիսուս Քրիստոսին, որպես Աստծո որդի, նոր սրանից հետո այդ սիրուց բխած ունենում է հավատքի գործեր, մնացած գործունեությունը Հիսուսով է լինում, բայց ամենամեծ գործը մարդը չի կարա Հիսուսին առանց հավատալու գործեր անի։ Կարա անի, բայց հավատքի գործ չի։ Կարա շատ գործեր կա, այսօր նայում ես վանքեր կարա սարքի, չգիտեմ ինչեր շինություններ անի, բայց ինչա հավատքի գործ է սա։ Այն մարդկանցից փառավորվելու հնարավոր է մարդը անի, բայց մարդը մարդուց փառք է փնտրում, հասկանում ես։ Հավատքի գործը անոր ղրգածին հավատալը։ Հիմա Սուրբ Գիրքը ասում է ձախը տանում աչը թոչի մնա։ Սա է հավատքի գործը, որ մարդը սրտանց Տիրոջը ընդունելով այս գործը կատարվել է, մնացած գործերը Աստծմով է գործում։ Ուտես կարիք չկա հայտարարելու, հասկանում եք։ Դրա համար Տերը թող օգնական լինի առաջ, այո, անոր ղրկածին հավատալ, ամենամեծ գործը եւ այո, մեր կյանքի մեջ սա է։ Նոր դրանից հետո մարդը կունենա հավատքի գործեր։ Եվ ասում է 17 խոսքը եւ փրկության սաղավարտը առեք, ասում է եւ փրկության սաղավարտը առեք ու հոգին սուրը, որ Աստծո խոսքն է։ Փրկության սաղավարտը, քուրեր եղբայրներ ջան, ուրեմն առանձնացնենք այս սաղավարտը,
Առաջի Թեսաղոնիկեցիս 5:8-ում էլ ասեց, ասում է փրկության հույսի սաղավարտը գլուխնից դնենք։ Հիմա այս սաղավարտը ինչի համար էր դրվում, մարդը ինչի համար է դնում, չէ՞, ոնց որ բանում ասում են կասկա ռուսերեն, չէ՞, փրկության հույսի սաղավարտը։ Այդ սաղավարտը մարդուն հակառակորդը տեսեք պաշտպանում է բոլոր կրակոտ նետերից, մտքերից, բոլոր մարդու մեջը հնարավոր է ուղարկի, եւ այդ սաղավարտը եթե չունենա, մարդը ընդունում է այդ միտքը, այդ կրակոտ նետը ընդունում է։ Այդ միտքը, որ ընդունեց, սրտի մեջ կծրագրի եւ կսկսի ապրել էդի։ Դրա համար սաղավարտը նրա համար է, որ այս փրկության հույսի սաղավարտը, որ ես Հիսուս Քրիստոսով փրկված եմ, արդեն այս կյանքը կա, այս խաղաղությունը կա, եւ այս սաղավարտը դնել նշանակում է Քրիստոսի միտքը ունենալ, քուրեր եղբայրներ ջան։ Մենք շատ մտքեր կարանք ունենանք, բայց ոչ թե ավետարանի միտքը, Քրիստոսի միտքը։ Եվ կուզենամ մի քանի կետեր կա, որ այդ մտքի համար ասեմ, Քրիստոս առաջինը, Քրիստոսի միտքը առնել, Մատթեոս ավետարան 13:23-ում է գրված, քուրեր եղբայրներ ջան։ Կարդամ Մատթեոս 13:23-ը։ Ուրեմն Քրիստոս սաղավարտը ունենալ նշանակում է Քրիստոսի միտքը ունենալ։ Առաջինը Քրիստոսով միտք առնել, Մատթեոս ավետարան 13-ի ուրեմն 23-ում է գրված։ Իսկ աղեկ հողի մեջ ցանվածը այն է, սերմնացանի առակն է, մենք տեսանք, որ ինչքան վիճակներ կա, մենք կարդացել ենք այս հատվածները, որ տարբեր տեղեր ընկավ, եւ այս վերջի հատված ասում է, իսկ աղեկ հողի մեջ ցանվածը այն է, որ լսե խոսքը, միտք կառնե եւ պտուղ կտա, որը 100, որը 60, որը 30։ Այսինքն Քրիստոսի այսինքն խոսքը մարդը որ լսում է, առաջինը ասում է միտք առնե։ Այդ սաղավարտը նշանակում է միտք առնել, լսեց խոսքը, միտք առավ եւ դարձի եկավ։ Էլեն փշերը, այդ չգիտեմ, ճամփու եզերքուն ցանվածները կամ ուրախությամբ ասում է ընդունեց ապարաժի մեջը, չէ, ասում է ուրախությամբ ընդունեց, բայց սատանան եկավ սրտի մեջից տարավ։ Բայց այն, որ պատրաստական է, այդ սաղավարտը, այդ զինված ասպարազինված է, ասում է, միտք առնե, կլսե խոսքը եւ միտք առնե ու սկսի պտուղ կտալ, պարարտ հողնա, այսինքն իմ ներսը պարարտացած է խոսքի համար, պատրաստական է, ես ընդունելությունը լսել է եւ ես բանը պատրաստ եմ խոսքին լսելու եւ սա պտուղ պիտի տա 30, որը 60, որը 100։ Երկրորդը մտքով նորոգվել, Հռոմեացիս ուրեմն մտքի նորոգությունը, Հռոմեացիս 12, ուրեմն 12:2-ը ասում է եւ մի կերպարանիք այս աշխարհի կերպարանքովը, ապա ձեր մտքի նորոգությունովը նորոգվեցեք, որպեսզի քննեք թե ինչ է Աստծո կամքը, որ բարի, հաճելի եւ կատարյալ։ Ասում է մի կերպարանվի այս աշխարհի կերպարանքովը, աշխարհի կերպարանք։ Կարանք մի հատ աշխարհի կերպարանք ասենք, հա, կա դες բան, թե չկա։ Աշխարհի կերպարանք մարդը, չէ՞։ Ասում է մի կերպարանվի։ Աշխարհը այսօր այնքան կերպարանք ունի, այնքան մոդայիկ բաներ ունի, այնքան հրամցնելու բաներ ունի, քուրեր եղբայրներ ջան։ Կլինի այդ հագնելու ձևով, խոսելու ձևով, այտենց չգիտեմ, տարբեր կերպեր կա, բայց ասում է քո մտքի նորոգությունով նորոգվի, այսինքն ավետարանի ճշմարտությունով նորոգվի, մտքով, ներսով նորոգվի եւ Աստծո կամքը, եթե ես հաղորդեմ ավետարանի խոսքին, այդ ճշմարտությանը, ինչպես պիտի գիտնամ Աստծո կամքը։ Ասում է եղբայր ջան, էդի գրած չի, էդի ուրա գրած է։ Ասում եմ Գաղատացիների մեջ գրված է, ինչ որ ասոնց նման է։ Հարց եմ տալի, ասում եմ, ենթադրենք օրինակ կներեք ով որ ծխում է, էլի, ասում եմ ծխելը մարմնավոր գործ է, թե հոգևոր գործ է։ Ասում եմ ծխելու համար բան գրած չի։ Ասում եմ, բայց Գաղատացիների մեջ ասում է մարմնի գործերը, հետո ասում է ինչ որ ասոնց նման է։ Հարց եմ տալի, ասում եմ հոգևոր գործ ես անում, թե մարմնավոր գործ ես անում։ Ու նմանատիպ բաները, կերպարանքը, եթե ես չեմ զանազանում, ես մի հատ նայեմ տենամ, այդ ինչ որ անում եմ, մարմնավոր գործ է, թե հոգևոր գործ է։ Կարող է աշխարհի նմանվելու գործ է, կարող է աշխարհի սիստեմի գործ է, կարող է հակառակորդի հրամցրած գործ է,
Մարդը էսենց չի զանազանում ու սենց ընկնում է շփոթության մեջ, մի հատ էլ ուզում է պնդի, որ այդ դրա համար գրված չի, գրված ալներ ես հաստատ պահող էի։ Այ ախպեր ջան, լավ էլի։ Մի հատ Աստծո հոգով էլ մի հատ նայի ավետարան ընթերցի, տես էդի մարմնի գործա թե հոգու գործա։ Ինչը որ սա բանա ավետարանը շիտա գրած է, ինչ որ հասանելի է ինձի քեզի տված է էսի, ու ես կարամ սրանով զանազանեմ, քուրեր եղբայրներ ջան։ Ինքնախաբեությունով չզբաղվենք։ Ամեն բան Աստծո խոսքը շիտա կա, պետք է չծռենք, ուղիղ նայենք։ Աստված օգնական լինի։ Եվ հաջորդը կարդամ. մտքով գոտևորվել, մտքով գոտևորվել, ուրեմն, առաջի Պետրոս կարդամ, առաջի Պետրոս 1-ի ուրեմն 13-ից կարդամ, 1-ի 13-ը, ասում է, ձեր մտքերը գոտեպնդեցեք, արթուն կեցած, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ ձեզի պիտի տրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու ատենը, գոտևորված լա մեր մտքերը, ասում է կատարելապես հույսով շնորհքին հուսացեք, որովհետև կտրվի ձեզի, կտա Տերը ձեզի այդ շնորհքը, այս սրանով գոտևորվի, եւ վերջինը, որ կուզենամ կարդամ, Քրիստոսի մտքին հասնել, առաջի Պետրոս ուրեմն 4-ի 1-ը, ասում է, քանի որ Քրիստոս մեզի համար չարչարվեցավ մարմնով, դուք այլ նույն մտքով, ասում է, զինվեցեք, վասզի ան, որ մարմնով չարչարվեցավ, մեղանչել է, դադրեցավ։ Հիսուսը ոնց որ մեղանչական մարմնի նմանությունը ուներ, բայց ինքը մեղ չուներ իր մեջ։ Իսկ ես ու դու ունենք, քուրեր եղբայրներ ջան, երբ որ կչարչարվինք, մեղանչել է կդադարինք։ Դրա համար Աստված օգնական լինի, որպես այս ամեն բանը, տես ասում է, Քրիստոս մեզի համար չարչարվեցավ մարմնով, դուք ալ նույն մտքով զինվորվեցեք։ Հիմա եթե ես Հիսուսինն եմ, հնարավոր է նեղություն կրեմ, հնարավոր է չարչարան կրեմ, քուրեր եղբայրներ ջան, օտար բան Հակոբոսի մեջ ասում է, օտար բան մի սեպի, ուրախության բան սեպի, ասա բարով ես եկե, իմ օգուտի համար է, իմ հոգևոր աճման համար է, հնարավոր է Աստված թույլ տա, որպեսզի մենք այո, այս մարմնով տկարանանք, բայց հոգով կզորանանք, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա մարմնով ինչքան գործեր կա, սխալ բաներ կա անում են, բայց երբ որ կտկարանամ, այն վաղտ ուշք ու միտքս հնարավոր է, չէ՞, մարդը մանավանդ որ անկողնու մեջ է։ Ուշքը միտքը Տերն է, ուշքը միտքը հոգևոր բաներն է։ Այտենց չի։ Մի հատ օրինակ բերեմ, երբ որ այս կորոնավիրուսը ընկավ, բոլորը ասենց համաճարակ էր, չէ՞։ Սաղ Տիրոջ երեսը սկսե կարծես բան եղավ։ Ճիշտ է, Սատանան ուզում էր ոնց որ մոլորության տաներ վախի մեջ պահեր, բայց Սուրբ Հոգին խփեց քանդեց, սկսեցին այդ on-line հեռարձակումներ, ինչքան մարդիկ ապաշխարեցին, երբ որ բացվավ, ինչքան մարդիկ ես ականատես եմ եղել, եկան ասեցին մենք լսանք, խոսքը լսանք, on-line լսեցինք, մենք Տիրոջ կարիքը ունենք, Հիսուսի անունը փառավորվի, մարդը այդ ժամանակ Տիրոջ երեսն է փնտրում, մի վկայություն էլ ասեմ, ուրեմն եղբայրներից մեկին տարել էին ուրեմն այդ 44 օրվա պատերազմին, ասում եմ, ընդեղ քո հետ էլի հավատքի մարդիկ կային բան, ասեց այ ախպեր ջան, ընդեղ անհավատ մարդ չկար, ասում եմ ոնց, ասում է եղբայր, ընդեղ բոլորը Աստծո անունն են կանչում, այո նեղության օրը ասում է փութով ինձի պիտի փնտրեք, Աստծո մարդը երբ որ նեղության մեջ է, երբ որ լավ դիրքի մեջ է, ասես լավ է, չէ, ինքը կարծես Տիրոջ կարիքը չունի, բայց մարդը երբ որ նեղության մեջ է, ինքը փութով Տիրոջ երեսը կփնտրի։ Զարմանում ես, ասում է եղբայր, ընդեղ անհավատ մարդ չկար, ընդեղ սաղ հավատացյալ էին, մենք էլ Հիսուսի անունն էին կանչում։ Ասում է Տիրոջ անունը կանչողները պիտի փրկվեն։ Ես հավատացած եմ, Աստված օրհնի մեր զինվորների, մայրերին, հարազատներին մխիթարի, իրանք փրկված են Հիսուսով, իրանք Տիրոջը տեսնելու են, այո Տիրոջ ողորմությունով։ Եթե մենք էլ ենք ուզում հանդիպենք, պետք է ապաշխարենք Հիսուսին ընդունենք, որովհետև այս մարդիկ Աստված ոնց որ ասում է մի անգամ այտենց հայտնություն եղավ, ասեց այս երիտասարդները հետագա պղծությունից պահելու համար վերցրել եմ։ Այդ այգու մեջից այդ ծաղիկները քաղել է, Հիսուսի անունը փառավորվի։ Աստված ասում է կերպեր ելքեր կհնարի, աքսորված չմնա, կորսված չմնա։ Դրա համար Աստծո անունը, Աստծո ծրագրերը, ասես բոլորովին կարողա չկարողանանք հասկանանք, բայց կգա օրը
ամեն բան պարզ կլինի, շիտակ կլինի, բայց Աստված մի բան, որ թույլ է տալիս, ինքը սիրող հայր է, մեր բոլորից լավ գիտի, ինքը շատ լավ գիտի մեր կազմվածքը, մեզ ինչ է պետք եւ ամեն բան շիտակ ժամանակին անում։ Տերը օգնական լինի։ Եվ վերջի հատվածը կուզենամ կարդամ, ուրեմն Եփեսացիս 6-ի ուրեմն սպառազինության մասով եւ ասում է հոգին սուրը, որ Աստծո խոսքն է, փրկության սաղավարտ առեք ու հոգին սուրը, որ Աստծո խոսքն է, հոգին սուրը։ Հիմա մենք կարդում ենք, չէ, Աստծո խոսքը երկսայրի սուր է, չէ, բայց շատ անգամ մենք կիրառում ենք, բայց սխալ ենք կիրառում։ Ասում է հոգին սուրը, ես Տիրոջ խոսքը Սուրբ Հոգու ձեռքում է, այդ սուրը, եթե ես իրան հետ միաբան եմ, այդ գործածումը Սուրբ Հոգում կողմանե է, ես էլ իր հետ համաձայն եմ, հասկանում եք։ Երբ մենք շատ անգամ, այո, Աստծո խոսքը երկսայրի սուր է, երկու կողմանե կտրուկ է, բայց Սուրբ Հոգու համաձայն կարողա չգործածեմ։ Դրա համար այստեղ ասում է հոգին սուրը, որ Աստծո խոսքն է, հոգու համաձայն գործածի խոսքը։ Պարագաներ կա, խոսքը Տերը ասում է չխոսաս, մի ասա, շուների առաջ մարգարիտները չախմիտու, բայց մենք խոսում ենք։ Մարդը հայոյող է, մարդը Աստծուն չընդունող է, խոսում եմ։ Պարագակը ասում է, պիտի խոսաս ստեղ խոսքը, չեն խոսում։ Հոգու Աստծո խոսքը հոգին սուրն է, երբ որ մարդը այո համաձայնվում է Սուրբ Հոգու հետ եւ համաձայնվում է տալիս է Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին կիրառում է եւ քանդում է սատանայի բոլոր կրակոտ նետերը, բոլոր բերդերն ու պարիսները, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես միաբան եմ Սուրբ Հոգու հետ, եթե ես համաձայնված եմ Սուրբ Հոգու հետ, Իշքան կարևոր է այսի ինձի քեզի համար քուրեր եղբայրներ ջան։ Եվ ասում է Մատթեոս 4:4 ասում է ոչ թե մարդ հացով կապրի, այլ Աստծո բերնեն ամեն ելած խոսքովը։ Հիմա իմ ապրելակերպը Աստծո խոսքով, այո, նաև լինում է հոգու առաջնորդությունը։ Լինում է Տիրոջ առաջնորդությունը։ Եսայի 48-ը, ասում է խոտը կչորանա, ասում է ծաղիկը կթառամի, բայց մեր Աստծո խոսքը հավիտյան պիտի մնա։ Աստծո խոսքը հավիտյան պիտի մնա։ Եթե ես խոսքը պահեցի, իմ հոգիս պահեց եւ ապրեց այդ խոսքը, դու էլ ես հավիտյան մնալու։ Որովհետեւ իմ մեջ արդեն պատկերացրա, իմ ներսս Սուրբ Հոգին Քրիստոս է ձևակերպել։ Իմ մեջս ոչ թե ես կապրեմ, իմ եսի թագավորությունն է, առաջ խնդրել եմ երկնքի թագավորությունը, արդարությունը, մնացած ասում ձեզի կտրվի։ Այսինքն իմ մեջ Հիսուս կապրի, խոսքը կապրի, ես էլ պետք է հավիտյան մնամ։ Եվ ասում է Երեմիայի մեջ, միթե իմ խոսքս կրակի պես չէ, կսե Տերը, կամ ապառաժը կոտրող մուրճի պես չէ, ասում է Երեմիա 23:29-ում է գրված։ Խոսքը մուրճի պես է, կրակի պես չի ասում, հələ պատկերացրա երկսայրի սուր կտրուկ ու կրակի պես։ Ամեն բան, այսինքն հակառակորդի բոլոր հնարքներին դեմ է դնելու, կարողանալու է դեմ դնի։ Եթե ես այո խոսքին այսպես հնազանդվեմ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ Հովանու ավետարան 6:64-ը ասում է այն խոսքերը, որոնք ես ձեզի կխոսիմ, հոգի ու կյանք են։ Իմ հոգին կապրեցնի, կյանք կտա ինձի, եւ թեզ երկրի վրա եւ ասում է կյանք կունենաք եւ ավելին կունենաք։ Այն ինչ որ էլ հիմա պատկերացրեք, այդ կյանք ունենաք եւ ավելին, հիմա ես մեղքի կյանք եմ ապրում։ Մեռած կյանք էր, էսի կյանք էր, հիմա Քրիստոսով կյանք կունենամ, այսինքն կապրեմ իմ երկրի վրա եղած ատենը Հիսուսի հետ եւ ավելին հավիտենականն էլ Աստված շնորհելու է մեզի։ Փառք Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան։ Սրա համար ասում է Աստծո խոսքը կխոսիմ, ասում է հոգի ու կյանք են, Աստծո խոսքերը հոգի ու կյանք են մեզ, ինձի քեզի։ Եվ մեկ համար էլ կարդամ, վասնզի Աստծո Եբրայեցիս 4:12-ն եմ կարդում։ Վասնզի Աստծո խոսքը կենթանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուրեկ կտրուկ, որ կթափանցե մինչև շունչը, ոգին, հոտվածները ու ծուծը, չկա արարած ասում է պահվի իրանից։ Այսինքն առաջ
խոսքը ներթափանցեց, աշխատեց, իմ սրտի թլպատությունը, ականջից թլպատեց առաջինը, ինձ իմ ներսը գործ է կատարում, քուրեր եղբայրներ ջան, եւ այն ոգին, այն բանը, որ կար, ներգործությունը, որ կար մեր վրա, Սուրբ Հոգին կտրում է, այդ ինչ որ կա, մտքերը, այդ ինչ որ կա, խարբալած, բաներ որ կա, չէ, Սուրբ Հոգին կմաքրե, խոսքը կկտրե եւ մենք շիտակ եղածը կմտածենք, որովհետեւ այս սպառազինությունը, սաղավարտը մեր վրա որ ունենանք, այո, խոսքը կաշխատի ինձի եւ քեզի վրա։ Եվ տեսնենք, ասում է 18 խոսքը, աղոթքով, խնդրվածքով, ամեն ատեն աղոթք քրեք հոգիով, այս բանի վրա հսկեցեք, կատարյալ հարատևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերու համար։ Ասում է հոգով, աղոթքով, կատարյալ հարատևի սրա մեջ։ Հիմա ինչ որ կլինի, առաջ աղոթք արա։ Ինչ որ կլինի, տնից դուրս կգաս, ինչ իրավիճակ կլինի, մի գործունեություն կծավալես, կատարյալ հարատևությամբ աղոթք արա, հանձնի Տիրոջը, բոլոր սուրբերու համար եւ նաեւ ասում է ինձի համար ալ, որպեսզի խոսք տրվի, որ բերանս բանամ համարձակությամբ ավետարանի խորհուրդը հայտնելու, որուն համար ես դեսպանություն կնեմ կապանքովս, որպեսզի անով համարձակություն ունենամ, խոսքը ինչպես ասում է պետք է խոսել։ Հիմա նաև պիտի խոսողների համար աղոթք անենք, չէ՞։ Աստծո խոսքը խոսողների համար, ասում է կատարյալ հարատևությամբ սուրբերու համար, խոսքը խոսողի համար, որ ասում է համարձակությամբ ավետարանի խորհուրդը հայտնեմ, առանց աչարության, առանց երեսպաշտության, առանց ինչ որ մի հետին մտքի քուրեր եղբայրներ ջան, դրա համար շատ անգամ մենք կարող ասեմ, այս քարոզիչը լավը չի, այն ինչը լավը չի, աղոթք արա իր համար։ Աղոթք արա, երբ որ դու նման վերաբերմունքով այդ սրտով նստում ես, ծանրություն է գալիս։ Դրա համար էդ էլ կարող է ընես ծանրություն գա, որ սատանայից ելնի, կրակոտ նետ ելնի, դու խաբար չլնես, բայց այդտենց ծանրություն գա խոսողի վրա, բայց լավ է որ ապաշխարեմ սրանից, Աստված պահում է, ասում է ոռոգողին պիտի ոռոգեմ եւ Աստծո Սուրբ Հոգու օծությունը պահում է, խոսքը խոսողին Տերը պահելու է, բայց իմ հարցը սնես չլինի մնա։ Դրա համար Տերը օգնական լինի, աղոթք արեք հարատևելով խոսողների համար, եղբայրների համար աղոթք արեք, որպեսզի ավետարանի ճշմարտությունը համարձակությամբ խոսեն, առանց աչարության, առանց երեսպաշտության, ինչ որ մի բան չլնելու։ Հիմա եթե պիտի հանդիմանվեմ խոսքը լինի, տրտմարալ լինի սկզբից, փառավորվի Հիսուսի անունը։ Ետքը խաղության, ասում է, իր խաղարար պտուղը պիտի բերե։ Ես չնայեմ, որ իմ սրտի համաձայն չի, իմ ուզածի համաձայն չի, էսի թո չխոսան կամ մի հատ էլ ծանրություն բերեմ, սկսեմ քրթմնջալ կամ բողոքել։ Աստված յուրաքանչյուրիս օգնական լինի, քուրեր եղբայրներ ջան։ Տերը օգնական լինի, ունենանք սպառազինությունը, ունենանք, որպեսզի կարողանանք կրակոտ նետերին դեմ դնելու համար։ Աստված օգնական լինի ամենքիս, եկեք աղոթք անենք։ Փառք Հիսուսին, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, Տիրոջ անունը փառավորվի, Տիրոջ շնորհքն է, որ կանք, սիրելիներ, որ ողջ ենք, որ առողջ ենք ու Տիրոջ տան մեջ ենք, սա նրա մեծ ողորմությունն ու շնորհքն է։ Սիրելիներ, այսօր մի փոքր կա իմ սրտում խոսալու, թող Սուրբ Հոգին առաջնորդի, Սուրբ Հոգին բացի մեր միտքը, մեր լսելիքները, որպիսի նա ներգործի մեր ներսը, այսինքն Քրիստոսի սիրո մասին եմ ուզում խոսել, Աստծո սիրո մասին մի փոքր, եւ կուզեմ կարդալ մեզ քաչ հայտնի տեղեր, որոնք մենք անգիր գիտենք, սիրելիներ, Հովանու ավետարան 3 գլուխ 16-րդ խոսքից, Հովանու ավետարան 3 գլուխ 16-րդ խոսքից, սիրելիներ։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպիսի ամեն ով որ հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհ, որպիսի աշխարհը դատե, հապա որպիսի աշխարհը անով փրկվի, փառք Հիսուսին, ան որ կհավատա անոր չի դատապարտվեր, եւ ան որ չի հավատար, անիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, մենք կարող է տարիներով գալի գնում ենք եկեղեցի, Աստծո խոսքը լսում ենք, Սուրբ Գիրքը կարդում ենք, նրա սիրո մասին շատ ենք լսել, բայց մենք կարիք ունենք, սիրելիներ, որպիսի նրա սերը ճանաչենք,
որպիսի նրա սերը վայելենք, որպիսի մտնենք նրա սիրո ներկայության մեջ։ Կարող է մարդը տարիներով հավատացյալ է, բայց այս պահին դու մոտենում ես, նրան մարգարեություն չես ասում, հայտնություն չես ասում, նրան ուղղակի ասում ես երկու խոսք. Հիսուսը քեզ սիրում է։ Ասում ես Հիսուսը քեզ սիրում է ու նրա ներսը լցվում է այդ ուրախությունով, այդ ցնծությունով, այդ լեցունությունով, որովհետև նա այդ սիրո խոսքերի կարիքն ուներ, սիրելիներ։ Եվ ես կուզեմ մի դեպք վկայեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, մի օր պաշտամունքի էինք, սա Աստծո փառքի համար եմ պատմում, ոչ թե ես իմ ով եմ, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, մի օր պաշտամունքի էինք, պաշտամունքի ընթացքում նախավերջի խոսողը ես էի, ու երբ որ խոսացի, աղոթեցի, խոսքը վերջացավ, գնացի այնտեղ, որ պետք է աղոթ կանեինք, եղբայրն է խոսած վերջի, որ արդեն վերջի աղոթն էր գնում, հիմա այս աղոթքի ժամանակ ոնց որ մեկը ինձ ասի, «Էս իմ ժողովրդին պիտի ասվի, որ Հիսուսը իրանց սիրում է»։ Ես էլ ասում եմ, դե եղբայրները կասեն, Տեր ջան, եթե քեզանից է, նրանք անպայման կասեն, նորից է գալի այդ միտքը, իմ զավակներից պիտի ասվի, որ Հիսուսը իրանց սիրում է, ու եղբայրներն էլ չեն ասում, կարծես, երրորդ անգամ եկավ, ես էլ դե տեղս էլ անհարմար, չեմ գնալու ասենք, ոնց որ ասեմ, մեկ էլ մի հատ է միտք եկավ, հեսա եղբայրը կմոտենա քեզ միկրոֆոնով ու դու վեր կաց ու ասա, աչքերս բացեմ, սիրելիներ, տեսնեմ եղբայրը միկրոֆոնով կանգնած աղոթքի է կանչում, երբ որ գնացի աղոթքի, դե մենք մարդ ենք, մտածում ենք սա մարդն է խոսում, կամ մարդկային միտք է, հիմա աղոթում եմ, բայց էլի չեմ ասում, նորից այդ պահին ասեց ասա, երբ որ ասեցի, սիրելի եղբայրներ, քույրեր, աղոթքի մեջ, Քրիստոսը ձեզ սիրում է, Հիսուսը ձեզ սիրում է, մի աղոթքը բռնկվեց, սիրելիներ, Սուրբ Հոգին լցվեց, մի կրակոտ մի աղոթք է գնում, այսինքն այդ ժողովուրդ այդտեղ հավաքված, ովքեր հոգևոր տարիներով գնացող, գալացող էին, կարիքն ունեին լսելու, որ Քրիստոսը քեզ սիրում է, սիրելիներ։ Տեսեք, Ղուկաս ավետարանում մենք ունենք այն տեղերը չէ կորսված ոչխարի, կորսված դրամի մասին, երբ որ խոսում է Հիսուս Քրիստոսը, խոսում է նաև անառակ որդու մասին, ասում է չէ, ով այն մարդը, որ եթե 100 հատ ոչխար ունենա, մեկը կորսվի, չի թողի Մուրադ եղբայրը հիշացրեց, ու գնա այդ մեկի հետևից ու գտնի իր տունը բերի, այո նա այսպես հավիտենական սիրով է սիրում, Երեմիա մարգարեն ասում է 31-ի 3-ում ասում է Տերը շատ օնցմե ինձի երևցավ ու ինձի սավ, քեզ հավիտենական սիրով սիրեցի, անոր համար քեզ ողորմությամբ քաշեցի, փառավորվի Տիրոջ անունը, Երեմիա մարգարեն այդ խոսքերի կարիք ուներ, սիրելիներ, անառակ որդին 15-ի 11-ում, որ գրված է, ես ժամանակի բերումով բանավոր եմ ասում, երբ որ եկավ իր հորից, իր հոր կողմից, իր ունեցվածքը վերցրեց և գնաց օտար երկիրը, իր գումարները ամենը վատնեց, սիրելի եղբայրներ քույրեր, բայց անառակ որդու հայրը, որը խորհրդանշում է մեր Տեր Աստծուն, նրա աչքը այդ որդու ճանապարհին էր, սիրելիներ, նա ամեն վայրկյան սպասում էր, թե այդ որդին երբ է գալու տուն, երբ է գալու, որ գնա այդ որդին իր սիրելի զավակին, որ դիմավորի, սիրելիներ, ու գրված է 20 խոսքում հետևյալը, ասում է եւ ելավ իր հորը գնաց, մինչդեռ ինքը շատ հեռու էր, հայրը տեսավ զանիկա ու գութը շարժեցավ և վազելով անոր պարանոցի վրա ընկավ ու համբուրեց զանիկա, որդին էլ լսավ անոր հայր մեղանչեցի երկնքի դեմ ու քո առջևդ և ալ արժան չեմ քո որդի տեսվելու, բայց հայրը իր ծառաներին ասավ, հանեցեք առաջի պատմուչանը, հագցրեք անոր, մատանին ձեռքը դրեք, կոշիկները ոտքերին ու պարար զուվարակը մորթեք, որը որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհի խորհուրդն է, սիրելիներ, այո հայրը սպասում էր, իմ հետ էլ այսպես եղել, ես մի օր առիթ եղավ, վկայեցի սիրելիներ իմ կյանքը, երբ որ մեղքերի մեջ, ծանր այդ կյանքով ապրած, մանկական ժամանակ Հիսուս Քրիստոսի մասին լսած, բայց հետո աշխարհի կյանքով ապրած, կարծես այս անառակ որդու նման ապրում է այս աշխարհի կյանքը, բայց այդ նեղություններից, դժվարություններից, փորձանքներից հետո իմ սրտի մեջ որոշում կայացրեցի, որ ելնեմ ու հորս տունը գնամ, սիրելիներ, բայց մտածում էի, որ հայրը կարող է ինձ չի ընդունի, մտածում էի, որ հայրը կարող է ինձ չի ների իմ մեղքերը, որովհետև ես երկար տարիներ լսել էի նրա մասին, բայց ապրում էի մեղսալից կյանքով, հիմա որոշում եմ սրտի մեջ, սիրելիներ, գնացի հորս տունը, գլուխս կախ գնացի, բայց երբ որ մտա այդ դռներից ներս,
Հիսուս Քրիստոսը սպասում էր ինձ սիրելիներ։ Այո, այսօր Հիսուս Քրիստոսը սպասում է քեզ։ Պատահական չի, որ դու եկել ես։ Քո մեջ սիրելի եղբայրս, քույրս, այդ սիրո բորբոքումը Հիսուս Քրիստոսը, այդ կրակը նորից ուզում է վառի։ Գիտես, միտք է գալի մեզի, ասում ենք դե սա անառակ որդին էր, տարիներ անցել էր, բայց ինքը Տիրոջ տան մեջ չէր, ինքը Տիրոջ տանից գնացել էր։ Դե դու նոր էիր եղբայր, որ գնացիր, Հիսուս Քրիստոսը քեզ ընդունեց, Հիսուս Քրիստոսը քեզ հանդիպեց, բայց ես տարիներ ա գալի գնում եմ, բայց այդ սերը իմ ներսը պաղել է, այդ սերը իմ ներսը չկա, կամ ես կարող եմ սայթակել եմ ու Հիսուս Քրիստոսի սերը չեմ վայելում, բա հիմա ինչ անեմ։ Պետրոսը, սիրելի եղբայրներ, քույրեր, Պետրոսը Հիսուս Քրիստոսի հետ քայլող աշակերտ էր։ Պետրոսը ուներ այն խոստումները, որ Հիսուս Քրիստոսը նրան տվեց, չէ՞, Մատթեոս ավետարան 16-րդ գլխի մեջ, որ գրված է. Ես քեզի կսեմ, թե դուն ես Պետրոսը 18 խոսքը, ու այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս, եւ դժոխքի դռներ անոր պիտի չհաղթեն, երկնքի թագավորության բանալիները քեզի պիտի տամ։ Այսինքն Պետրոսը ուներ այս ամեն խոստումները, սիրելի եղբայրներ, քույրեր, բայց եկավ մի պահ, որ Պետրոսը Հիսուս Քրիստոսին ուրացավ, որ Հիսուս Քրիստոսին թողեց։ Մի 3.5 տարի նա Հիսուսի հետ քայլում էր, սիրելի եղբայրներ, քույրեր, ու երբ որ Հիսուսին ուրացավ, գնաց դառնապես զղջաց ու լացավ, ու այդ դառնապես զղջումից լացելուց հետո ինչ եք կարծում, Քրիստոսը նրան ներեց թե չներեց, վերականգնվեց թե չվերականգնվեց, իհարկե վերականգնվեց, սիրելիներ, բայց այսօր հակառակորդի սուտը, սատանայի սուտը սրանում է կայանում, սիրելիներ, ու մեր ներսը հենց սա է բերում, որ տարիներով գալի գնում ենք, բայց մեր հին մարդուց այդ մտքերը ունենք, հին մարդուց այդ պատերազմները ունենք, վիճակներ ունենք, որոնցից չենք ազատվե, հարցեր ունենք, որոնք չեն լուծվե, մենք ինչպես պիտի վայելենք Քրիստոսի սերը, մենք ինչպես պիտի ճաշակենք Քրիստոսի սերը, բայց Սուրբ Գիրքը, սիրելիներ, ասում է, ով ծարավաստեր ջուրերուն եկեք։ Եսայի մարգարեության 55-րդ գլուխ առաջի խոսքում ասում է, ով ծարավաստեր ջուրերու եկեք եւ ձրի գինի ու կաթ ծախուառեք, եկեք առանց ստակի, այսինքն Աստված մեզի կանչում է ոչ թե ինչ-որ մի գործերի, ինչ-որ մի բան անելու, որ իր սերը մեզի հայտնի, նա կանչում է, որ իրան մեզի ձրի հայտնի, սիրելիներ, որ մենք մնանք այդ սիրո մեջ, որովհետեւ Կողոսացիս 2:14-ում այսպես է գրված, սիրելի եղբայրներ, քույրեր, կուզեմ կարդամ այդ տեղերը, Կողոսացիս 2-րդ գլուխ 14 խոսքում, ու հրամաններով հաստատված պարտամուրակը, որ մեզի հակառակ էր, ջնջեց, մեջտեղին վերցրեց ու խաչափայտի վրա գամեց։ Ահա ինչի է ձրի կանչում Հիսուս Քրիստոսը, ինչի ասում անվճար արի, որովհետև իմ ու քո մեղքի հարցը, իմ ու քո այդ հին մարդու հարցը, ամեն հարցերը Հիսուս Քրիստոսը լուծել է, ջնջել է ու մեջտեղից վերցրել է, սիրելիներ, որպեսզի մենք ճաշակենք ու վայելենք դրա սերը, ու նա պատրաստ է մեզի այդ կենաց ջուրը տալու, պատրաստ է մեզի իրան հայտնելու, միայն թե ես ու դու մեր սիրտը բացենք, սիրելիներ, ու մեր մարկային արժանիքներին չնայենք։ Միքիա մարգարեն ասում էր. Տիրոջ առջև ինչով գնամ, Միքիա 6:6, ու Տիրոջ առջև ինչով երևնամ, միթե Անդրանիկիս համար միածին զավակը ստամ, միթե հոգուս մեղքիս համար սա անեմ կամ նա անեմ, բայց Տերը քեզի հայտնեց, Տերը մեզի հայտնել է, սիրելիներ, որ մեր արդարությունով չի, որ Աստված պիտի իրան մեզ հայտնի, Տերը մեզի հայտնել է, որ մենք Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքով այդ սերը գալու է ու բնակվելու է մեր մեջը, ու այդ սիրով, սիրելիներ, մենք ուրանալու ենք այս մեղքի ցանկությունները, մարմնի ցանկությունները, որովհետև գրված է Քրիստոսի սերը մեզ կստիպե եւ մեր համոզումն է, որ եթե մեկը մեռավ, ամենքն ալ մեռան, ալելույա, սիրելիներ, փառավորվի Տիրոջ անունը, այս այ Աստված ուզում, այսօր եթե քո սիրտը, սիրելի եղբայրս, քույրս, չի ջերմացե, Քրիստոս այստեղ է, որ ջերմացնի, ու նա պատրաստ էր այս ջուրը տալու, մի անառակ կնոջ, Հովանու ավետարան 4-ի մեջ դա գրված է, մի անբարո կնոջ, սիրելիներ, ով ապրում էր շատ վատ կյանք, ով ապրում էր անվայել կյանքով, սիրելի եղբայրս, քույրեր, բայց Հիսուս Քրիստոսը եկել էր ու այդ կենթանի ջուրը ուզում էր նրան տալ, ասում էր, եթե դու գիտնայիր Աստծո պարգևը, թե ով անա, որ քեզի հետ կխոսա, դու իրանից ջուր պիտի ուզեիր ու անիկա քեզի ջուր պիտի տար, այդ մարդուն պատրաստ էր տալու, միթե իր զավակին, որ տարիներ
տարիներով գալի գնում է, նստում լսում է Աստծո խոսքը, նորից չի ուզում վերականգնի։ Սիրելիներ, Երեմիա մարգարեության մեջ 3-րդ գլխի մեջ այսպիսի համարներ կա, այս խոսքերը ինձ շատ հոգեհարազատ համարներ են, կարծես իմ սրտի վրա գրված են, որովհետև այս խոսքերը ինձ շատ են օգնում նեղության ժամանակ։ Երեմիա մարգարեության 3-րդ գլուխ առաջի խոսքից, ասում է, եթե մարդը իր կինը արձակե եւ կինը անոր քովեն երթա եւ ուրիշ այր մառնե, անգամ մնալ այն կնոջը կդառնա, այն երկիրը բոլորովին չի պղծվիր, բայց դուն թեև շատ հոմանիների հետ շնություն ըրիր, նորեն ինձի դարձիր կսե Տերը։ Շատ հոմանիների հետ, այսինքն շատ վատ կյանքով ապրեցիր, վատ արարքներ արեցիր, բայց Հիսուս Քրիստոսը ասում է նորեն ինձի դարձիր։ Ինչի համար? Եսայի մարգարեության 43:25-ում ասում է. Ես եմ, որ քո հանցանքներդ ինձի համար կջնջեմ ու քո մեղքերդ էլ պիտի չհիշեմ։ Սիրելիներ, եթե իմ սրտի մեջ կա, որ Տիրոջը դառնամ, ինչպես անառակ որդին իր սրտի մեջ դրել էր, որ Տիրոջը դառնար, ինչպես այս կինը, որ Հիսուս Քրիստոսը խոսում էր Հովանու ավետարան 4-րդ գլխի մեջ, որ այդ ջուրը ուզում էր տար նրան, բայց գիտեք, երբ այդ ջուրը տալիս, երբ որ ես եւ դու մեր սրտի մեջ տեսնում ենք, որ մենք մեղավոր ենք, ուզում ենք այդ ջուրը խմենք։ Մի եղբայր կար, ինչ շատ հոգեհարազատ, որ խոսում էինք իրար հետ մի քանի օր առաջ, ասեց եղբայր, ինչի համար Հիսուս Քրիստոսը միանգամից այդ ջուրը չտվեց։ Եթե ուշադիր կարդում ենք, այդ կինը ասում է. Հիսուս, դե տուր ինձի այդ ջուրը, տուր ինձի, բայց Հիսուսն ասում է գնա քո այրդ կանչի։ Ասում է ես այր չունեմ, ասում է ճիշտ ես ասում, 5 ունեցել ես, այն 6-րդն է որ ունես քոնը չի։ Այսինքն ուզում էր եղբայրն էլ այսպես այդ օրինակը բերեց, որ այդ կինը ճանաչի իր մեղքը, սիրելիներ։ Հենց որ մարդը ճանաչում է իր մեղքը, տեսնում է իր մեղավոր վիճակը, ուզում է Քրիստոսին, Քրիստոս այդ ջուրը տալիս է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ինչպես Պետրոսին, որ հետո Հիսուսը հանդիպեց Հովանու ավետարան 21:15-ում, ես ժամանակի բերումով բոլոր տեղերը բանավոր եմ ասում, ու ասես Պետրոս, Հովնանի որդի, զիս կսիրես, արդեն Պետրոսը կոտրվել էր, արդեն Պետրոսը ճանաչում էր Քրիստոսին, ասեց այո Տեր, ես քեզ կսիրեմ, դու գիտես, որ քեզ կսիրեմ, 3 անգամ հարցրեց ու 3 անգամն էլ Պետրոսն ասեց Տեր, դու ամեն բան գիտես, որովհետև այլևս Պետրոսը չէր ասում Տեր, մինչև մեռնելու էլ կգնամ եւ այլն, ճանաչում էր Հիսուսին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, թող մեր հոգու աչքերը բացվի, որ Քրիստոսի սիրո մեջ ապրենք։ Եփեսացիների թղթում առաքյալը այսպես է գրում, 3-րդ գլուխ 18-րդ խոսքում, Եփեսացի 18-ից կարդանք։ Ասում է, որպեսզի կարենաք բոլոր սուրբերի հետ մեկտեղ, որպեսզի կարենաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը, երկայնությունը, խորությունն ու բարձրությունը, այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունից գերազանց է, որպեսզի լցվեք Աստծո լռությունով, որն այդ խորությունն ու բարձրությունը, սիրելիներ։ 103 Սաղմոսի մեջ ասում է 11-րդ խոսքերն է, եթե չեմ սխալվում, կուզեմ այդ տեղերն է կարդամ 103 Սաղմոսի 11-12 խոսքերից, այսպես է ասում Սաղմոս 2-ի հեղինակը, սիրելիներ, 10-ից կարդանք, անիկա մեր մեղքերու համեմատ չրավ մեզի, ու մեր անօրինությունների համեմատ հատուցում չրավ մեզի, հապա որչափ որ երկինքը երկրից բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մեծ աղծողների վրա զորավոր է, որչափ որ արևելքը արևմուտքից հեռու է, այնչափ հեռացրեց մեզնից մեր հանցանքները։ Ահա այդ բարձրությունն ու երկայնությունը, խորությունն ու լայնությունը, սիրելիներ, այդ սերը ճանաչել է պետք։ Այդ սերը վայելել է պետք, սիրելիներ, ու չնայենք մեր արժանիքներին, մենք մի միջնորդ ունենք։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 4-ից 5 խոսքերը, ասում է, որովհետև Աստված կուզե, որ բոլոր մարդիկ Աստծուն ճանաչեն ու փրկվեն, ու Աստծո եւ մարդու միջև մեկ միջնորդ կա, Հիսուս Քրիստոս մարդը, որ իր կյանքը մեր բոլորիս համար փրկանք տվեց։ Այսինքն մի միջնորդ կա, սիրելիներ, այդ միջնորդությունը ոչ իմ ու քո բարի գործն է, որ այսօր շատ արարքներ եմ գործել, որ այսօր բոլորին սիրել եմ, այսօր ոչ մեկի չեմ նեղացրել, այսօր չգիտեմ մարկանց ով էր որ գումարա ուզե, գումար եմ տվե, ուրեմն կարամ գամ Աստծո առաջ երևնամ, գլուխս բարձրացնեմ ու Հիսուսի անունը սրտանց կանչեմ, բայց եթե այսօր մեկը գումարա ուզե, ողորմություն, հանկարծ չեմ նկատե, չեմ տվե, մեկին վշտացրել եմ կամ նեղացրել եմ, կամ վիճակներ ունեմ,
Ոչ, այսօր ես չեմ կարագամ։ Սիրելիներ, սա չի ճշմարտությունը։ Սուրբ Գիրքն ասում է ճշմարտությունը պիտի ճանաչեք, ճշմարտությունը Քրիստոսի սերն է։ Թող սատանան անօրենը մեր հայացքը չկտրի նրա սիրուց։ Մնանք նրա սիրո մեջ, սիրելիներ։ Եփեսոսի եկեղեցին, որ կարդացինք այդ տեղերը հայտնության գրքի մեջ, որ կարդում ենք, գրված է, որ Եփեսոսի եկեղեցու սերը պաղել էր։ Թող մեր սերը չպաղի, թեև շատ գործեր ունեին, շատ արարքներ ունեին, բայց այդ առաջի սիրուց պաղել էր, սիրելիներ։ Տիրոջ անունը փառավորվի, նա չի եկել, որ մեզի դատապարտի, սիրելիներ, նա եկել է, որպիսի աշխարհը դատապարտությունից փրկի, որպիսի մեզ մեր մեղքի բնությունից ամեն հարցերը, որ լուծել է, վերցրել է խաչի վրա, տա մեզ իր արդարությունը, ու մենք իր սիրով ապրենք ու նրա մեջ բնակվենք, այս աշխարհն էլ ամեն բաներն է մերժելով։ Տիրոջ անունը փառավորվի, կանգ աղոթքի Տիրոջ առաջ։ Սերներ հեսա մենք ավարտելու ենք, ես իմ մեջ խորհում էի, արդյոք ինչքանով մենք որ նստած ենք, սպանջ անգլերեն հայերեն ինչ էր, սպունգ, գիտեք, չէ, Ես արդեն ենքան ենք անգլերեն սովորել հայերեն ենք մորան։ Արդյոք այդպես ենք գալիս մենք այստեղ, որ երբ որ ջուրը գա մեր վրա մենք ներծծենք մեր մեջ այդ ջուրը։ Այստեղից բխում է այդ գետերը։ Այստեղից լսում եք, եթե արթուն ենք, եթե աղոթքով ենք եկել, եթե եկել ենք ծառավոտ, ծառավ ենք եկել սերներ, Հիսուսը Աստված հավատարիմ է, որ խմցնե քեզի կենթանի ջրի կետերից ու դու կխմես եւ կկշտանաս եւ կփառավորես իր անունը։ Դրա համար եղբայրները, որ խոսեցին շատ լիքը այստեղ ճշմարտություն խոսվեց։ Ես մտածում եմ եւ ուզում եմ, որ ես վստահ եմ, օրինակ մարգարեներից մեկը Սամվել մարգարեն, որ Իսրայելի մեջ առաջի մարգարեն էր եւ ամենահրաշալին, ասեմ իր խոսքերի մեջ միտեղ ասում է ես քո խոսքերից բնավ մեկը գետին չծկեցի։ Այսինքն տեսեք, սիրելիներ, մենք որ եկել ենք այստեղ նստած ենք, կարող է հոգնած են, կարող է, չգիտեմ, մտքերով տարված, ինչպես եղբայրներն ասեցին, կարող է հոգսերով շրջապատված, բայց գոնեմ այս 2 ժամը Այսօր, այս պահերն է, որ մենք պիտի առնենք, լսենք ու մխիտարվենք և բժշկվենք ու մեր հոգսերից ազատ լինենք, նույնիսկ մեր վերքերից կարանք բժշկվենք, մեր հիվանդություններից կարանք բժշկվենք, սիրելիներ, որովհետև Աստված կենդանի է, Հիսուս Քրիստոս նույնն է երեկ ու այսօր և հավիտյանս, և նա մեր մեջ է, սիրելիներ, նա հաստատ մեր մեջ է, Որովհետև Տեր Հիսուսը խոսքի ժամանակ լսեցինք, որ եղբայրն ասեց, որ ձեր մարգարիտները շուների առջև մի գցեք կամ խոզերին մի տվեք, չէ՞, ուրեմն դա ինչ է նշանակում, որ եղբայրների շուրթերից ելած խոսքերը այսօր մարգարիտներ են մեզի տրվում, այսօր դրանք ոսկի, արծաթ եւ պատվական քարեր են։ Մենք ինչքանով ենք տեսնում դրա մեծությունը եւ արժեքը, ուրեմն իմ սրտիս խոսքը, ես խոսեմ, խոսելու ես ամփոփում ենք, միայն թե 609 համարի երգը մի գուցե մեկ անգամ էլ վերջում երգենք, ես ուզում եմ այդ երգի բառերի վրա մի փոքր կենտրոնանանք սերներ եւ հետո կանենք հայտարարություններ ու կաղոթենք։ Ուրեմն սերներ, երբ որ գալիս ենք Տիրոջ տունը, գանք ծառավ, գանք այդ սպունգի նման, գանք որպեսի այդ ջուրը, որ գա մեզի, մենք այդ ջուրը խմենք եւ ապրենք։ Սուրբ գրքում կարդում ենք, որ Տիրոջ աթոռն է եւ իր աթոռից բխում է մի գետ։ Եվ այնտեղ նշում է, ցույց է տալիս այդ գետը ինչի է նման։ Ես մի օր չեմ հիշում, երազերտ է տեսիլ կեր ու տեսնում եմ իմ մեջ լայն գետ։ Եվ այդ գետը հոսում է, բայց այդ գետը ապակի նման բան էր։ Ոչ մի ալիք չկար, ապակի նման էր, ինքը լայն էր եւ խորն էր ու գնում էր առաջ։
եւ ես միտ կարա, որ դա Սուրբ Հոգին է մեր մեջ։ Ինչ գետ կա մեր մեջ, սերներ, ինչպիսի գետ, որ մեզի այդ գնացող բոլոր տեղերը նա կենթանացնում է, որովհետև նա կյանքի հոգին է։ Քրիստոս Հիսուսով կյանքի հոգին օրենքը զիս ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Այսինքն այդ Սուրբ Հոգին կյանք տվող հոգին այն խոսքերը, այսօրվա խոսքերը, որ մենք լսում ենք, հոգի եւ կյանք են, որոնք ես ձեզի կխոսիմ։ Ուշադիր նայեք, չի ասում, որոնք ես ձեզ խոսեցի, ասում է, որոնք ես ձեր հետ խոսում եմ։ Այսինքն այն ժամանակ, այսօր, վաղս Հիսուսը նույնն է, նույն Սուրբ Հոգին այն ժամանակ էր այսօր եղբայրների մեջ է, եղբայրների վրա է եւ խոսում է մեզ հետ, բացենք մեր սիրտը, գանք որպես ծարավ, գանք չորացած երկրի նման, որպեսզի մենք խմենք այդ գետը, այդ ջուրը, ու դա մեզի կյանք պիտի տասելներ։ Այդ երկի բարերը ես նորից եմ ուզում նայեմ, գետի մեջ եմ, ահա ես կանգնած, ասում է, որն հոսում է քո գահից։ Այսինքն Տիրոջ գահից հոսում է այս գետը, այն ծածկում է ու լեցնում հոգիս, ջուրն է այն քո սուրբ կյանքի։ Ձայնն եմ քո լսում, ձայնն եմ քո լսում, եւ հոգիս է ցնծում։ Տեսեք, Աստված պաշտությունը սա անհատական կապ եւ հաղորդակցությունը կենթանի Աստծո հետ։ Դու, ես, ամեն մեկս անհատապես Աստծո պատկերով եւ նմանությունով ստեղծված, իր համար ենք ստեղծված։ Առանց իր ես կորսված եմ։ Առանց իր ես մոլորված եմ։ Դրա համար է ասում առաքյալը, մոլորյալ ոչխարներու պես էիք, բայց հիմա ձեր հոգիների հովիվին ու տեսուչին դարձաք։ Եթե մեկը Քրիստոսի հետ չի քայլում, եթե մեկը Քրիստոս չունի, դու մոլորված ես, սիրելի հոգի, եւ Աստված սիրում է քեզ, ինչպես լսեցինք, եւ պատրաստ է, որ քեզ տա իր կյանքը ու դու ապրես, ու մոլորությունից փրկվես։ Այս տողերը ինչ է ցույց տալիս, ձայնն եմ քո լսում եւ հոգիս է ցնծում։ Այսինքն, երբ որ Աստծո ձայնը գալիս է քո հոգուն, հոգի ցնծում ու կենթանանում է, որովհետեւ Աստված է կյանքի աղբյուրը։ Դու հպվում ես ինձ, նորոգում ես հոգիս։ Դու հպվում ես Աստծո հետ։ Դու ունես հաղորդություն կենթանի Աստծո հետ իր խոսքի միջոցով, Սուրբ Հոգու միջոցով, այդ դեպքում է, որ քո հոգիդ պիտի կենթանանա։ Անսահման ուրախ եմ քեզանով, ցանկալի ես դու իմ սրտին։ Երբ որ մենք ճանաչում ենք Բարձրյալին, նա դառնում է ցանկալի։ Միշտ առաջնորդիր քո կամքով ապրեմ ես քո կյանքով։ Եվ վերջում, երբ որ Տերը մեր մեջ է, երբ որ Տերը հայտնվում է, ինչ է բխում մեր սրտից, երկ, փառաբանություն, երկը այս բխում է իմ սրտից, շունչն ես երկիս, Տերը գուտ սրտիս, իմ սրտիս Տերը, իմ կյանքիս Տերը դառնում ես դու, իմ հոգին երկում է ու ցնծում, որ գնված եմ այրունովդ ես, օրհնյալ լինի Տերը, ես մենակ ես երկը արդեն խորհես եւ փապակես ու ծարավես, սիրելի հոգի կտեսնես, որ Հիսուսը իրապես կյանքի աղբյուրն է։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի ունենաք։ Թող Տերը մեր մեջ թագավորի սիրելիներ եւ այդ խոսքերը, որ մենք լսեցինք եւ միշտ լսում ենք այստեղ, մեր մեջ մխրճվեն, արմատ գցեն եւ պատուղ տան ու մեր կյանքը փոխվի, որբեսի Աստված փառավորվի, որ դու Հիսուս Քրիստոսի անունով օրհնյալ լինի Տերը, ամեն։ Մտեք խոսքերի մեջ, վերագրեք ձեզի, վերցրեք, որ դա դու ես, հնդրե Տերոջը։